Պարոն Միրզոյան, մի հարց էլ ես տամ, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի գրեթե բոլոր ասպեկտներին մանրամասն անդրադարձանք, բացի մեկից, հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային, եւ ըստ էության Երևանյան երկխոսության ժամանակ իր ելույթում վարչապետ Փաշինյանը իր ելույթում մանրամասն ներկայացրեց, թե Հայաստանը ինչ է առաջարկում ապաշրջափակման հարցում, ես կուզենայի դուք եւս ներկայացնեիք մեր առաջարկի բովանդակությունը եւ որքան եք լավատես, որ կյանքի կկոչվի մեր խաղաղության խաչմերուկը եւ ընդհանրապես ապաշրջափակման գործընթացը։ Սիրով, պարոն Խանդանյան, եւ շնորհակալ եմ։ Մենք առաջի անգամ մեկ անգամ չի, որ իլուր աշխարհի եւ նաեւ երկկողմ շփումներում, նույն ադրբեջանցիների հետ երկկողմ շփումներում, փակ հանդիպումներում ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը ինքը շահագրգիռ է այս տարանցիկ ուղիների, ուրեմն եւ տրանսպորտային ուղիների ենթակառուցվածքների ապաշրջափակման մեջ հասկանում ենք բոլորս, որ խոսքը ոչ միայն Հայաստանի տարածքով, ուրեմն Ադրբեջանի հիմնական մասիվ Նախիջևանի կամ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև կապ հաստատելու մասին, այլ նաեւ Ադրբեջանի տարածքով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանակից որևէ այլ երրորդ երկրի հետ Հայաստանի հետ ուրեմն երկաթուղային կապի հաստատման մասին է։ Մենք 1000 անգամ ասել ենք, մենք շահագրգիռ ենք, ավելին, մենք նույնիսկ մեկ մյուսի հետևից նոր կառուցողական առաջարկներ, ինչ-որ մոդելներ, ինչ-որ դետալներ ենք առաջարկել ադրբեջանական կողմին, որոնք մեր համոզմամբ շահավետ են եւ ադրբեջանական կողմի համար եւ բնականաբար Հայաստանի համար։ Մի մասը հիմնական սկզբունքների արտահայտված են խաղաղության խաչմերուկում, այն է, բացում ենք ամեն ինչ, սկսում ենք, չգիտեմ, ամենահարավային օրինակը, ուրեմն երկաթուղից եւ ըմբռնումը, որ բոլոր ենթակառուցվածքներն են երկու կողմերի համար, երկու կողմերի ենթակառուցվածքները նաև ապաշրջափակում եւ նաև բոլոր ենթակառուցվածքները մնում են այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են եւ գործում են այն երկրների իրավազորության պայմաններում, որոնց տարածքով անցնում են։ Սրանք չվիճարկվող նաև սկզբունքներ են։ Երբեմն տեսնում ենք հակառակ առաջարկներ իհարկե, որոնք մեզ հիմք են տալիս կասկածելու, որ արդյոք հենց այս սկզբունքների ուրեմն շրջանակներում են պատկերացնում բոլորը սա ենթակառուցվածքների ապաշրջափակում, բայց այստեղ եւս խոսակցությունը շարունակվում է եւ կան մեկ-երկու կառուցողական գաղափարներ, որ այսօր քննարկման են, տեսնենք ոնց կստացվի։ Շնորհակալություն,